Ներ մեր հոգևոր շինության համար Տերոջի շնորհքով մեր պատգամը քարոզության պիտի լինի հոգին գրագը մեր սեղանին վրա հոգին գրագը մեր սեղանին վրա Գարթան Ղևտացված 6-րդ գլուխ 12-13 համարները նախ Ղևտացից 6 12-13 Եվ սեղանին վրայի գրագը անոր մեջ միշտ վարած պիտի լա ու պիտի չմարի եւ քահանան ամեն արդու անոր վրա փայդեր այրե ու անոր վրա ողջագեզը շարե եւ անոր վրա խաղաղության զոհերուն ջարբը պիտի այրե գրագը սեղանին վրա միշտ վարած պիտի լա ու պիտի չմարի Հուգասու 3-րդ գլուխ 16-ից 17 համարներն ալ Հովանես պատասխան տվավ ամենուն ու ուսավ Ես ցեզ չրով կմգրդեմ բայց ինձ մե առաջ զորավորը գուկա որուն գոշիկներուն գաբերը քագելու արժանի չեմ Անի գա ցեզ պիտի մգրդե հոգվով սրբով եւ գրագով ամեն Գարթանք լույս համարը որուն հեծանոցը իր ցերկն է Եվ իր գալը պիտի մաքրե ու ցորենը իր ամփարը պիտի ժողվե եւ հարթը չմարող գրագով պիտի այրե ամեն Սիրելիներ մեր ճշմարիտ ու գենթանի Աստվածը որուն մենք անդադար կպաշտենք գիշեր եւ ցորեկ անիգա մաշող գրագ Աստված է անիգա սկզբանե ինքսինքը գրագի մեջ Եվ գրագով հայտնի ըրած է Մենք այս սուրբ կրոց պատմության մեջ շատ որոշ եւ բարձ կտեսնենք այս ճշմարտությունը Ափելի զոհի վրա անիգա իր գրագը իջեցուց Եվ իր բոլոր ընտրյալ ծառաներուն վրա իր հոգին դրավ եւ անոնց դարձուց գրագի փոցեր Եվ անոնք ամբողջ աշխարհը թնդացուցին Եվ Աստված անոնց ցերկերեն ընդունեց այն բոլոր զոհերը գրագի պատասխաններով Ափելի կյանքի մեջ, Աբրահամի կյանքի մեջ, Եղիայի զոհի կյանքի մեջ եւ այսպես մենք հաջորդաբար կտեսնենք Մովսես մորենին տեսավ կորեբլերան վրա գրագով փոցավարված եւ դերը գրագի մեջ եւ գրագե հայտնի եղավ ինքը եւ խոսեցավ Իսրայել ժողովուրդը քիշերով առաջնորդվեցավ գրագի սույնով եւ նույնպես մենք կտեսնենք նավագադիկը ժողովքի վրանին երբ ամեն բան վերջացավ Աստված ժողովքի վրանը իր փառքով լեցուց եւ հոն այդ պատրաստված զոհին վրա գրագ իջավ եւ Աստված հայտնի եղավ այնտեղ եւ մենք նույնպես Սողոմոնի դաջարի մեջ կտեսնենք Երբ ամեն բան գարկադրվեցավ, Սողոմոն աղոտ կմադուց եւ իր զոհը թրավ սեղանին վրա, Աստված այդ զոհը գրագով պատասխանեց, ընդունեց, հաստատեց իր խոսքը, իր ճշմարտությունը եւ իր եկեղեցին։ Մենք սիրելիներ կտեսնենք նաեւ որ նա Սինան լերան վրա իջավ գրագով եւ ահավոր երևույթով։ Եվ Իսուս Քրիստոսալ Պիտի կա փորփոքած գրագով վրեժառնելու բոլոր աշխարհի ամբարաշտությանը Բայց ինչ կտեսնենք այս բոլորից հետո Հիսուս Քրիստոսը Աստուծո քարը խաչին վրա երբ բոլոր աշխարհի մեղքը իր վրա առավ մեր խաղաղության բադիժը օրենքով հասնող անեծքը մեր բոլոր մահացությունը երբ իր վրա առավ Աստված իր փառքության գրագը նաև իր որդուն վրա թափեց, խաչին վրա, եւ բոլոր մեղքը, անեծքը, թադաբարդությունը, որ մարդկանց վրա արգա էր, այդ բոլորը այրեց, բնաչնչեց եւ աշխարհին խաղաղության ավետիս տվավ, եւ այսօր ոչ մեկը չի թադաբարդեր, ամեն ով որ անոր որդուն հավատա, հավիտենական կյանք ունի։
Հիսուս երբ երկինքներեն վեր բարձրացավ սիրելիներ, մենք կտեսնենք, որ այնտեղ 10 օրեր անց Երուսաղեմի մեջ հավաքված առաքյալները 120 սուրբեր, երբ աղոթքի ետևեին անդադար, քանի որ Հիսուս ապսպրած էր, որ սպասեցեք մինչև հոգին սուրբ ձեր վրա գա, եւ անիկա երբ իջավ, նույն երևույթը տեսանք, որ բոլորին վրա որպես թե գրագել լեզուներ իջավ, հանդչեցավ եւ ամեննալ Սուրբ Հոգիով մգրդվեցան։ Սիրելիներ, ասկե հետո նույնպես դերը իր հոգին մգրդությունը, իր գրագի մգրդությունը ամեն իրեն հավատացող եւ իր մոտ սրբված Աստծո զավակ եղողներուն վրա պատրաստ է թափելու։ Գրակը առաջվա գրակներուն մեջ Կյանգրագը չէ, որ ամբարշտության վրա շատ անգամ թափեց Աստված։ Այս գրագը սուրբ գրագ է, այս գրագը բարի գրագ է, այս գրագը օգտակար է, մարդը արժանի կդարձնե Աստուծո պատվական բիդանի, այո վգամը գնե, արժանի կդարձնե երկինքի հավիտենական բարիքին եւ փառքին։ Եկեք սիրելիներ, Աստվածաշնչություն չկա ստարժանմույն առանց զոհաբերության եւ առանց այդ զոհին գրագով պատասխանելուն դեր Աստծո։ Մենք պետք է որ Աստծո եւ մեր միջև արգա եղող սեղանին վրա տրվինք։ Սեղանը Հիսուս կսե ձեր ամեն մեկը իր խաչը վերցնե եւ իր անձը ուրանա։ Ասիկա գերբով մը ասել է որ քու խաչի սեղանիդ վրա ինքսինքը թիր, բոլորովին անհաբախ, ամբողջությամբ հոգի շունչ եւ մարմին, ամեն բանով եւ ամեն բան այս սեղանի վրա փեր, այս սեղանի վրա թրվիր սիրելի զավակս, եւ ես իմ սուրբ հուրովս, գրագովս պիտի իջնեմ քու գենթանի զոհիդ վրա, առաջվա նման այս սեղանի վրա մորթված զոհ չի պահանջվում։ Նյութական եւ այլ բարիքների ինձաները չեն, ասոնք մենք քիչ թե շատ ունենք եւ անում ենք փառք Տիրոջը, բայց Տիրոջը պահանջած հաճելի եւ ընդունելի զոհը ոչ մեր տրամն է առաջի հերթին, ոչ ուրիշ բարեմաստություններն է, ոչ մեր կրոնական գիտությունը, ոչ ուրիշ եւ բաներ, մորթված ինձաները Քարներ եւ ոչխարներն են, ոչ, հաբա բարձաբես մեր ամբողջ էությունը, եթե Հիսուս մեզ սրբեց, ձախու արավ Աստուծո համար, իրավունք է Աստուծո, որովհետեւ նա իր իրավունքը մեզանով վայել է, որովհետեւ ասկի առաջ մենք մեղքին եղանք, սատանայինը եղանք, աշխարհինը եղանք, եւ արժե որ մենք այսօր լման եւ ամբողջապես դերոջը պատկանենք։ Եվ ուր պիտի թրվինք, ուր պիտի պատկանենք, ուրդեղ պետք է գենթանի Աստվածը, գենթանի զոհին է հանդիպի, եթե ոչ իր եւ մեր միջև եղած իր բարի, հաճելի եւ կատարյալ կամքի սեղանին վրա։ Սիրելիս, ինչ կմտածենք, ինչ կխորենք այսօր տարիներ կանցնին, եւ մենք դակավին Աստուծո հաճելի, ընտրյալ, գենթանի զոհերը եւ ընձաները չենք եղած։ Անշուշտ մենք քիչ հետո բարձ հանգամանորեն պիտի խոսենք այդ մասին։ Ահա դերը գուզե մեզի տեսնելի սեղանի վրա, քանիներս այսօր սրտով, հոգիով եւ ամբողջությամբ, կյանքի բոլոր նպատակով եւ իմաստով մենք Տերոջը զոհասեղանի վրա ենք։ Անորամար է որ այսօր կբացակայի Աստծո գրագը մեր վրա են, ոչ թե փարգության գրագը, դատաբարդության գործընծնող գրագը, այլ սուրբ գրագը, ինչպես որ մենք ապաշխարեցինք, փրկվեցանք եւ ջրով մգրդվեցանք, պետք է որ Սուրբ Հոգիով ալ մգրդվենք եւ անգեհետո Սուրբ Հոգիի լեցնությունը, մգրդությունը հենց ինքը Սուրբ Հոգին մեզի ուր պիտի առաջնորդե։ Հիսուս իր կորձը, իր ծառայությունը, իր նպատակը, իր 30 տարեկանին հետո ինքներեն երբեք չսկսավ, ինքսինքը լման Աստուծո սեղանին վրա բերավ, Սուրբ Հոգին հանձնվեցավ եւ այդ Սուրբ Հոգին իրեն անաբադ առաջնորդեց։
Հոն լման ինքսինքը, խաչին վրա լման ինքսինքը, բոլոր աստո գամքին վրա հանցնված ինքսինքը դրամատրեց, անորամար էր, որ Հիսուս աշխարի պրգիչը եղավ, անորամար հայրը անով պարավորվեցավ, անորամար է, որ այսօր անոր հավադացողը ճիշմարտաբես կպրգվի և աստո զավակ կլա, սիրելիս, մեզի ալ ուրիշ բան չմնաց արդեն, մեր ընելիքը, մտածելիքը և վճռելիք բանը ոչ ուրիշ բաներ, մենք մեզ, հոգի, շունչ և մարմին պերել և այս սեղանի վրա տնել և աղոտքով դերոջը վստահելով սպասել անոնց նման, որ վերեն, երգինքեն սուրբ գրագը մեր վրա իջնե։ Ինչու, ինչպես, ինչու համար սակայն այն գրագը, մենք չենք կրնար որևէ բան առանց անոր, մենք միգուցե կվախնանք, միգուցե ուրիշ խնդիրներ կան, ոչ, այլ երբ չկա։ Աստուծո հաճելի ըլլալու, երկինքին հարմար ըլլալու, աշխարհին լույս ըլլալու, աշխարհին համ և հոտ տալու, աշխարհին ներկայացնելու մի կենդանի փրկիչը Քրիստոսը մեր բոլոր վարմունքներում մեջ միայն կպահանջե, որ յուրաքանչյուրս այս զոհասեղանի վրա մենք մեզ լման տնենք։ Եվ սպասենք, և խնդրենք, և ասենք, Տեր, այսօր իջիր իմ վրա քու հոգվույթ զորությունովը, գրագովը իջիր, ինձ ալ մգրդե։ Արդեն ամեն բան բարձ, հստակ և գադարյալ գթարնա յուրաքանչյուրիս համար։ Եկեք սիրելներ, վերանենք այս կարևոր ճշմարտությունները։ Ինչու համար այս սուրբ գրագը հոգին պետք է, անհրաժեշտ է յուրաքանչյուրիս համար։ Ոչ մեկը չխորի թե ես անոր գարիքը չունիմ, պետք չէ։ Այսօր մենք պարզ պիտի տեսնենք այս լույսի տակ, Սուրբ Հոգի ներգործության եւ այսօր այստեղ Աստծո ներկայության մեջ, թե ինչու անհրաժեշտ է հոգին գրագը եւ ուրիշ բան մենք ուրիշով չենք կրնարնել, այն ինչ որ Սուրբ Հոգին գրագը պիտի նե։ Ինչ որ Սուրբ Հոգին գնե, մենք չենք կրնար, ուրիշը չի կրնար եւ այսպես Աստված պիտի երևնա, ինչպես այն ժամանակներ գրագով եւ գրագի մեջ Աստված խոսեցավ, Աստված պատասխանեց Եղիային, Եղիա 450 փաղամի մարգարեներուն ասպարեզ գարտած եւ գոդորեց անոնց հաղթանակ տարավ, երբ ըսավ թուք ծեր զոհերը մատուցեք ծեր փաղամ Աստուծուն, ես ալ իմ զոհս եւ ահա գրագով պատասխանող Աստվածը անիկա է Աստված, ճշմարիտ է, եթե Աստված մեր աղոթքներուն, մեր էիչանը, մեր քորձերուն, մեր բոլոր նպատակներուն վրա գրագով իջած եւ պատասխանած չէ, գնքած չէ, մգրտած չէ մեզի, մենք զուր դչանանք, բիդանի չենք անոր, մեծամասամբ սևականություն մնե Աստված բաշտությունը, անոր սրբությունը արեղծված մնե, եկեք ոչ մենք մեզ խապենք, ոչ Աստուծուն ծաղրնենք, ոչ ալ կեղծավորվենք աշխարհին առջև, թող դերը այսօր այս խոսքով իրոք իր գրագը իջեցնի այստեղ, գրակը, որ ինչ առաջին այրելով մեր ներսը մաքրելու, որբեսի մենք իր սրբությամբ կենցաղավարվենք, ոչ գրթությունով, չանալով սրբության կյանք չենք կրնար ապրիլ, քանի տարվա քրիստոնյա ալլանք անգարելություն է այն, սրբությունը ինքն է, երբ իր գրագովը գիչնե մեր մեջ, գայրե այն բոլոր մեղքը, մեղքի բոլոր ցանկությունը, մեղքի բոլոր այո փափակները, իղձերը եւ բոլոր գղգղանքը մեր ներսեն, երբ այս բոլորը գայրե, հանժամ իր սրբությունը գրնա արտահայտել։ Մենք շատ դարիներ փորձեցինք սուրբ ըլլալու ստարժանուն, չգրցանք։ Այս է գաղտնիքը, պատճառը, որ մենք դեղ չդվինք, որբեսի այս սուրբ գրագը նախորոդ մեր մեջ իջներ, այսօր ալ իջնե, երբ մենք շատ ախտեր, գղգղանքներ գտեսնենք մեր մեջ, ասոնք պետք է այրվին։ Եթե գուզենք Աստծո սուրբերը լալ,
սրբությամբ կենցաղավարվել եւ առանց անոր մեկը պիտի չտեսնե դերը, ուրեմն պայման է։ Դեղդանք որ Սուրբ Հոգին գրագիչն է, Զաքարիա 13:9 այս կհաստատե։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4:3, 5:23-ից 24, եւ այն երրորդ մասը գրագե պիտի անցնեմ, ու զանոնք պիտի զդեմ, ինչպես արծաթը կզդվի, եւ զանոնք պիտի փորձեմ, ինչպես ոսկին կփորձվի, անոնք իմ անունս պիտի կանչեն, ու ես անոնց պատասխան պիտի տամ։ Ալելույա։ Այս է պատճառը, մենք թույլ չենք տար, որ անիկա մեզ գրագեն անցնե, եթե այն անցնե, մեզ կմաքրե, եւ որ մաքրե սրբության կյանքը առանց դժվարության դեղի գուտանք եւ մեր ներսեն դուրս մեր բնական սովորական կյանքն ու կենցաղավարությունը սրբություն կլինի։ Թող Աստված ողորմի մեզին։ Վասնձի Աստուծո գամքը այս է։ Ինչու Աստված գուզե իր գամքի սեղանին վրա այսօր մեզի տնել։ Այս է, այսինքն ծեր սուրբ ըլլալը։ Ես սուրբ եմ, դուք ալ սուրբ եղեք։ Այս է գոչը աստվածային։ Եկեք սիրելիներ, մենք իրեն լսենք։ Այսօր թույլ տանք, որ Աստված վարվի մեզ հետ ինչպես ինքը գուզե։ Այս վարմունքը Աստուծո մեզի սրբության պիտի առաջնորդի։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին, ոչ թե ես, ոչ թե ուրիշին սուրբն է, հապա խաղաղության, սրբության Աստվածը մեզ պիտի սուրբն է, ձեր բոլոր հոգին, շունչը եւ մարմինը անառատ բախվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալու ադենը։ Ահա գաղտնիքը սուրբ ըլլալու սրբությամբ եղնցավ շատ անգամ ողբլացրած ենք, երբ շատ ազդված ենք իր խոսքեն, իր ներգայութենեն, ախ ինչու ես այսպես դեր հանցանքներով, մեղքերով լի եմ, անորամար, որ մենք Աստծո սեղանի վրա չենք տրվում, որպեսզի անիկամ այրե այն բոլորը, որ անոնց տեղ իր սրբությունը տնե։ Ինչքան մեղքեր կան այսօր, ինչպիսի աբագանություններ կան, ինչպիսի ամփարդավան ծածուկ մեղքեր կան մեր մեջ, որոնք այրվելու պետք ունին։ Անոնց այրվելը հաջողություն կտա Աստծո սրբության մեր մեջ լիորեն հայտնվելուն։ Ռուսաստանի մեջ շատ սուրբ ծմերվա օրը մարդը ելած էր իր բադուանին վրա, ետևը բադուանին եւ աբագին եղունքներով գքերեր սարույցը մաքրելու։ Շատ կաշխատեր, որ սարույցը մաքրե։ Եվ ահա մեկը գանցներ։ Բարեկամ, ինչ կնես տուն, հարցուց։ Նայեսավ, ընկեր, իմ կողքի դրացին բադուանը ինչ մաքուր է, ինչ բարձ է եւ զուլալ է այս ծմերվա օրուն։ Դեսքս է, ես կուզեմ մաքրել իմ բադուհանը բոլոր այդ սարույցեն գեղդեն։ Հոսավ, շատ հեշտ միջոց մգա, կնասավ անոր նման, դունըտ գրակ վարե, և այդ գրակը քու բոլոր բադուհանները սարույցեն և ամեն գեղդեն կմաքրե ինքնաբերաբար։ Անցնենք կարևոր ճշմարտության, հոգի գրակը զոհի, մեր զոհի սեղանի վրա, ինչու պետք է, որպեսզի հալելով մեզ իր ուզած ցևին բերե, որպեսզի մենք սիրելիներ օգտակար ծառայություն ունենանք, անդեղի չլինի, ոչ ուրիշ դադարք փուչ ծառայություններ, բդուղներ առաջ բերենք, այլ արժանի ծառայություն ունենանք։ Այո, նա պետք է հալե, ինչ կա որ հալե մեր մեջ, ինչպիսի ամփարդավանության հոգի, ինչպիսի հբարդություն, ինչպիսի գամագորություն, ինչքան անձնական շահի, տրամասիրության, շահախնդրություն, ասոր նման ինչեր կան, որոնք մեր մեջ մեր սրտերը կարծրացուցած են, եւ Աստված մեր աղոթքները չլսեր, չորժներ մեզի, մեր ծառայությունը, մեր գործը անունն է հոգևոր,
շատերիս համար, բայց իրոք ստարժարվին, հոգևոր քորդ չենք անում։ Մեր կամքն ենք քոհացնում, մեր շահերն ենք հետապնդում, եկեք համոզվենք այսօր, որ մենք հբարդ ենք, որ մենք իսկապես գամագոր ենք, մեր ուզած ծրագրերին և նպատակները կհետապնդենք, անոնց ետևենք շատ անգամ։ Չնայած երևույթապես Աստծո գործի մեջ ենք, սակայն մենք այն չենք, ինչու, որովհետև այն սուրբ կրակը, որ մեզ պետք է նախորոք հալե, և իր ուզած սևը դա, և իր ուզած գործիքը, անոթը, հարմարանքը ընե, իր ցերքերում մեջ մեզ օգտագործելու, մենք չենք հոժարած։ Կվազենք, կդկնենք, կհոգնենք, արդյունքի չենք կար։ Աստված ինքը ողորմի։ Այս մասին ահա Մաղաքիա 3:3, երկրորդ Տիմոթեոս 2:21, Եբրայեցիս 13, 20-21 գսե, և անիգա արձատ հալեցնողի ու մաքրողի պես պիտի նստի ու Ղևիի որդիները, ուրիշ որդիները չէ, հավատացյալները, քրիստոնյաները պիտի մաքրե ու զանոնք ոսկի պես պիտի զդե ու անոնք արդարությամբ դերոջը ընձա մատուցանողներ պիտի ըլլան։ Մենք չենք կարողանում այդ արդարության ընձաները, այդ բարի գործերը, Աստծո փառավորող, անունը փառավորող արդյունքները իրեն հարաճ բերել։ Պատճառը գարձություններ կան, պետք է ադիգը հալվի, միայն հոգին գրագը կրնա հալել, միայն հոգին գրագը, անոր մգրդությունը, անոր հոգին է, որ մեզի գրնա Աստծո հաճելի ցևը դալ, համը և հոդը դալ, և դարձնել արժանի զավակներ։ Ուստի եթե մեկը իրանցը այնպիսի բաներեն մաքրե, անիգա բադվավոր անոթը պիտի լա սրբված ու իր դերոջը պիտանի ամեն բարի գործերու պատրաստված։ Եվ խաղաղության Աստվածը ձեզ ամեն բարի գործի մեջ հաստատե, իր կամքը անելու և ձեր մեջ իր առջև հաջո եղածն է Հիսուս Քրիստոսի ցերկով, որու փառք հավիտյանս ավիտենից, ամեն։ Խնդրեմ սիրելիներ, լուրջ մտածենք, շատ լուրջ խնդրի առջև գայնացենք, մեր ականջները մտքերը հաջոյացնելու և փայփայելու համար չի այսօր։ Աստծո խոսքը բարձ գսե, թույլ տուր, որ ես իմ հոգիս կրակովը քեզ մգրդեմ, իջնեմ քո վրատ և մաքրեմ այրելով քեզ և հալեցնելով քեզ ցևդամ, անգեհետո փոցավարելով մղելու մեզի, որպեսի մենք անգեղձորեն սիրենք։ Այսօր կընդունենք, որ մեր սրտերը շատ բաղ են, հոգիներ կան, որոնց նկատմամբ մենք անդարբեր ենք, ճիշտ Սամարացի այդ արագը, այդ պատմությունը, որ գիսամեր մարդը ինգած է, գողքով կանցնենք շատերս, և եթե գծցնենք, որ գսիրենք մագերեսային, շրթունքներով, բարձ միայն մի քանի թեթևագի, ասոնք վերքեր չեն բուժեր, ասոնք հոգիներ չեն գրավեր։ Հիսուսը սավ, երբ ես երկրե բարձրանամ, ամենը ինձի պիտի քաշեմ, այս սիրով քաշողական զորությունը, այս հոգևոր մակնիսը բացակայում է մեր մեջ, որովհետև մենք անոր հուրովը փոցավարված սրտեր չունենք։ Դերը դար, որ այսօր այդ սուրբ կրակը մեզի փոցավարեր և այդ սիրելու մղեր մեզի, որովհետև մենք անկեղծորեն գտնվենք մեր սիրո մեջ, ոչ թե խոսքով և լեզվով, հապա գործով և ճշմարտությունով սիրենք։ Երկերկոց 8:6-7 զիս քու սրտիդ վրա գնիքի պես, քու փազուկիդ վրա գնիքի պես դիր, սիրուհին, սիրականին կխնդրե։ Այսօր այս քրիստոնյան, որ գա, մենք պետք է մեր սիրական Հիսուսին այսպես խնդրենք, վասնցի սերը մահվան պես զորավոր է, անոր գայձերը սաստիկ փոցավար գրագի գայձեր են, շատ ջուրերը չեն գրնար սերը մարել և շատ գետեր զանիգա չեն գրնար ընկղմել։ Այսպես չէ մեր վիճակ այսօր, ինչու համար այսպես ամուլ ենք, թմրած ենք
ինչու քնած ենք, ինչու բաղ, այո, ճիշտ Սիբիրի սարի պես սարուսների նման գեցած ենք մեկ կողմ, միթե Աստծո գրագին գարիքը չունենք, խնդրենք անիգա այսօր մեզի կուտա, թող ինքը մեր մեջ այս ճշմարիտ սիրո բոցավար հուրը առաջացնե, որովհետեւ կարողանանք մենք անկեղծորեն սիրել բոլորին։ Ահա առաջին Պետրոս 4:8 առաջին ովանու այդ կարդացինք, եւ ամեն բանի առաջ իրարու հետ սրտանց սեր ունեցեք, վասնզի սերը մեղքերու բազմությունը գծածկե։ Այսօր շատերս մեր սրտերեն չենք սիրեր Աստված, չենք սիրեր այլոց, չենք սիրեր մեր հավատագից եղբայրներին, որոնց հետ մենք եկեղեցի գուքանք, գբաշտենք դերը ողորմի մեզի, մենք շատ անգամ գեղձավոր վարմունք և թիրք ունենք, որովհետև այս Սուրբ Հոգի գրագեն անցած չենք, մեր սերը մաքրված չէ իր գեղձավորութենեն, մաքրված չէ իր բոլոր թուլություններեն, բաղութենեն, անորամար Իսուս կսե առաջվան սերը չունիս թուն, ունենալու համար ինչ պետք է, միայն այս պետք է, թույլ դալ, որ Աստծո Հոգին գրագը մեզի փոցավարե։ Գվերջացնենք վերջին կարևոր ճշմարտությունով, Հոգին գրագը բրնցնելով մեզ կզորացնե, զորություն է այս գրագը, որբեսի մեր մեջ եղած բոլոր վախեր, թողեր, թուլություններ և ամեն տեսակ մարդկային երկրավոր հաշիվներ անցը գտնելու և վերաբահելու, մեկ կողմ քաշվելու այս մեր հաճույքները բոլորովին պետք է այրվին, փրկվին այս սուրբ գրագով, որովհետեւ մենք զորանանք, կարողանանք հաղթական կյանք ապրել, կարողանանք Աստված փառավորել մեր վրա, Ղևտացոց 9:24, Եփեսացիս 6:10-11, Եբրայեցիս 11:33-34, եւ դերոջ արջևեն գրակ ելավ, ու սեղանին վրա եղած ողջագեզը եւ ջարբը այրեց, եւ բոլոր ժողովուրդը տեսնելով աղաղագեցին ու երեսնուն վրա ինգան, դեր դար որ այս նույն գրագը ինչպես անցյալի մեջ մեր վրա Հոգին գրագը թափվեր եւ մեր բոլոր էությունը սրբագործեր իր սուրբ նպատակին համար։ Ալասկե յետև եղբայրներս զորացեք դերոշմով ու անոր զորության կարողությունով, որբեսի կարողը լակ սատանայի գրագոտ նետերը հնարքներուն թեմ գենալ եւ մարել, որոնք հավատքով թագավորություններու հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներու հասան, այրուզներու փերաններ կոծեցին, գրագի զորություն մարեցին, սուրի պերնե ազատեցան, դգարութենե ուժովցան, բادرազմի մեջ զորավոր եղան, օդարներու փանակներ ծրվեցին, ալելույա։ Այս օրհնյալ պատմությունը, որ մենք միշտ կգարտանք Եբրայեցոց նամակի մեջ, ոչ այլ ինչ է, անոնք բոլորն աննախորոք Սուրբ Հոգի գրագեն անցան, եւ այս բոլորի մեջ կրցան անգամ գրագի օտար գրակներ մարել։ Եթե այսօր Աստծո Հոգին գրագը մեզի պիտի աղե, մենք արժանի զավակներ գլանք երկինքի եւ իր կորձի նպատակին, եթե ոչ, դեր Հիսուս կսե ամեն մարդ գրագով պիտի աղվի, բայց որ գրագով գուզես այսօր աղվիլ, որ գրագը ունենալ, Աստծո փառքության գրագը, որ հավիտենական գրագի լիճի մեջ կպիտի դանի, թե ոչ այսօր ավելի լավ է դեղդանք Սուրբ Հոգին այն գրագին, որը սուրբ, մաքուր եւ օգտակար է, մեզ բոլորովին, մեր եսեն ամեն այս դերոհիշյալ աղտերեն կմաքրե եւ մեզի կգադարյալ կգեցնե իր առջև, որը լավ խորինք եւ վճռական քայլ մարնենք ասկե հետո դեր օգնե մեզի։ Կպատմվի, որ Ամերիկայի հեղափոխական պատերազմի ժամանակ զորավար Վաշինգտոն իր պատերազմական խմբով պատերազմիկների հետ եկավ մի քեդակ եւ գամուրջեմը անցան։ Երբ անցան զինվորներեն մի քանիսին ըսին, զորավար, ինչ կսես, այս գամուրջը կագենք, թե ոչ պահենք նեղորվամը համար, երբ նահանջելու պատերազմի ժամանակ հարգելա նորից ետ դառնալ, ոչ սա շատ պատմական հիշադակելի պատասխանը տվավ նա։ Վաշինգտոնը սավ, ոչ այրեցեք կամուրջը, մեզի կամ հաղթություն եւ կամ մահ։
Այսօր շատ հավատացյալներս Հիսուսի եկած ենք, շնորհքով փրկված ենք, բայց մեր յետևները գամուշներ թողած ենք թեր։ Բաներ կան այրվելու, թեր կփայփայենք, աղ կխղճանք անոնց այրվելուն, գործընթնելուն։ Օ, այդ բոլորը գսե Հիսուս, դուր բեր իմ սեղանիս վրա եւ թող այրվին եւ եկուր իմ յետևես եւ հավիտյան պիտի ապրիս։ Թող Տեր օրհնի իր բարքին համար։ Ամեն։ Այս կոցին արջև չենք կնար անդարբեր մնան և լավ գլա եթե մեր աչքերը կոցենք բամը և դերոջ արջև գենանք։ Այսօր Սուրբ Ոգին հոս է և անոնք որ նախ իրենց սիրտերը չեն տված դերոջը, ազատություն չեն կդած, Սուրբ Ոգին հոս է իրենք համոզելու։ Անոնք որ համոզված են Սուրբ Ոգին հոս է մաքրելու, ծև տալու, անգերտ սիրո առաջնորդելու, զորություն տալու։ Յուրաքանչյուրս պետք ունենք այս փորձառություններուն, սիրեներ, ես պետք ունեմ։ Կենանք և հնազանդենք այս կոչին, որտև միայն այն ադեն գանքը իմաստ կստանա, միայն այն ադեն գնանք ուրախ, համտարդ, երջանիկ կյանք ապրին, միայն այն ադեն գնանք հաղթանակներ արձանագրել, և ոչ թե բարդված, ոչ թե տշպախ, ոչ թե դխուր, մեր կյանքը քաշկրդել ամեն օր։ Մեկ վարգյան լուր Աստծո առջև գնանք, և ինչ որ մեր պետն է, եթե համոզում Սուրբ Ոգին խնդրենք, որ համոզե մեզ, արդեն ինք պատրաստ է և համոզվենք սիրելներ, ժամանակը շատ արագ կանցնի։ Դուր աղոթենք Տերոջ առջև։ Իմ կյանքիս մեջ շատ բաներ կան, որ պետք է մաքրվին, և գիտեմ, որ եթե անգերզությամբ խոստովանենք, մեզ յուրաքանչյուրս մեր կյանքի մեջ ունենք շատ բաներ, որոնք պետք է մաքրվին, և Սուրբ Ոգիդ պետք է այրել իրենք։ Հիմա կուզենք առջև գնալ խոնարհությամբ, անգերզությամբ, և խնդրել քեզ մե որ այդպես է։ Եվ խնդրել քեզ մե որ մեզի ծև դա, որպեսզի քու ծևովդ ապրենք, և ոչ թե մեր միտքովը, մեր իմաստությամբ, մեր դրամապանությամբ, մեր խորհուրդներով, մեր փապակներով, մեր ծրագիրներով, քու ծևը դառնանք, որպեսզի մեր կյանքը սիրո կյանք մնա։ Սիրենք մեր եղբայր քույրերը անգերզությամբ, և սիրենք մարդկությունը, որոնք կդարաբին և դեպի դժոխք կերտան, և նաև դեր գուզորության պետք ունենք, որպեսզի մեր աշխատանքները արդյունք տան, և ոչ թե բարդվողական կյանք մը ապրենք, այլ հաղթական կյանք մը։ Ես ինձի համար գաղութեմ այս սրահի մեջ եղող յուրաքանչյուր անհատի համար, ով Սուրբ Ոգի Աստված պատասխանե մեր աղոթքին։ Ամեն։ Ով Սուրբ Ոգի Աստված, գաղութեմ, որ ճիշտ հիմա յուրաքանչյուրիս վրա իջնես, յուրաքանչյուրիս շրթունքին, մտքին, սրտին, խորհուրդներուն, ծրագիրներուն, երազին և շարժարիտները տուն սրբես։ Եվ լավոր այսօր ուղագի քեզի հանդիպած, մաքրված, սրբված, բարբված մեր դուները երթանք։ Դուր որով դեր խոսքի ճշմարտությունը մեզ հետ դանինք։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ Աստծո սերը եւ Սուրբ Հոգին այցելությունը, հաղորդակցությունը մեր ամենուն հետ ալլա։ Ամեն։